Բարև ձեզ հարգելի ժողովուրդ, նոր մի հատ վիդեո տեսա ու իմ մոտ լիքը հարցեր առաջացավ, մի հատ էլ դուք նայեք։ Եվ լսեցի, որ ինչ-որ հայտարարություն կար, որ հոգևորական չի կարող անձնական ինչ-որ կյանք ունենա։ Սա բացարձակ անգելագիտություն է, որ ինչ են ասում։ Իրենք ասում են, որ հասարակության մեջ ինչ-որ մի կատեգորիա կա, ինչ-որ մի խավ կա, որը իրավունք չունի մեղք գործելու։ Իրավունք չունի, հասկանում եք։ Նույնիսկ Աստված մարդուն չզրկեց մեղք գործելու սխալվելու իրավունքից։ Բարը ուշադրություն, իրավունքի մասին է խոսքը, ոչ թե որ մեղք գործելը լավ է վատ է։ Այսօր ինձ ասում են, դու որպես հոգևորական իրավունք չունես մեղք գործելու։ Ես չգիտեմ դու որտեղի օցիալն ես, ինչ որ առաջնորդն ես, ինչ որ չեմ անում, ով ես, կապ չունի։ Ամենայն դեպս երևաց, որ ինչ որ եկեղեցու հետ կապված ինչ որ գործողություններ անող ես։ Ինչի՞ եմ այսպես արտահայտվում, որովհետև գտնում ես, որ դու մեզանից մեկն ես։ Համամիտ եմ, որ դու մեզանից մեկն ես, ընդհանրապես նմաններդ մեզանից մեկն եք, իրավունք ունեք մեղք գործել եւ այլն եւ այլն։ Բայց մի հատ ուրիշ հացածակում սրանից էլի։ Ասենք, ինչի ես պետքա ձեզ տեր դիմեմ, ինչի պետքա ես ձեր ձեռքը հանդուրեմ, կամ ձեր ձեռքը ինչի պետք է հայտնվի իմ գլխին, ինչի պետք է ես գամ մեղքերի թողությունը ձեր մոտ անեմ, դուք ով եք։ Իմ նման մեկը չեք։ Մեղք գործելու իրավունք չունես, եթե հենց քո ավետարանն է ասում, իմ ավետարանն է ասում, որի ներկայացուցիչը դու ես, իբր Աստծո հետ կապ ստեղծողը իբր դու ես։ Եթե դու իմ նման պետք է մեղքեր գործես, ի՞նչ գործ ունես եկեղեցում։ Ինչ գործ ունես ընդհանրապես քարոզ կարդաս, պատարակներ անես։ Ինչ գործ ունես ընդհանրապես այդ ամեն ինչի հետ։ Այդ կողմից որ նայենք, դիտարկենք, հա, ուրեմն ես քեզնից սուրբ եմ։ Այ քեզ բան։ Թազա մոդա են գցե։ Իրավունք չունի, ինքը ապաշխարել է, ինչ գիտեք, կարող է ինքը ապաշխարել է, Աստված իրան ներել է, տո լավ է։ Այս էր ասած բառերը ասում նրա մասին, որ մենք ձեզ ընդհանրապես լուրջ չպետք է ընդունենք։ Դուք ընդհանրապես եկեղեցի կրոն, այդ տունը քանդողներն եք, դուք։ Այն գաղափարները, այն մտքերը, որ մարդիկ ունեն եկեղեցու նկատմամբ, դուք ամբողջովին փոշիացնում եք։ Կամ քեզով աստիպել, որ դու գնաս մտնես եկեղեցի, երթում տաս, որ դու պետքա կրոնակույս լինես, հա, հետո էլ չես դիմանում, մեղք ես գործում, հետո էլ ուզում ես ինձ համոզես, թե նորմալ է, որ դու մարդ արարած ես, որ դու սուրբ չես, որ դու էլ կարաս մեղքեր գործես։ Բանջացի, մարդ արարածը կարա մեղքեր գործի, բա քեզ այդ կանոնները գրել, որ դու սուրբ ես, որ քո ձեռքը պետքա համբուրեն, որ դու քո ձեռքը սուրբ պետքա դնես իմ գլխին, ինձ օծես, ես իմ ինչ անես, արա եւ հոգնածներ, հերիք այդ գլուխ հարթուկեք։ Մեր եկեղեցիներում կան իրոք տեր հայրեր, որոնք իրոք այն երթումը որ տվել են, իրանք ծառայում են այդ երթմանը, իրանք ծառայում են Աստծուն։ Այն մարդիկ, որոնք իրավունք ունեն ընտանիքներ ունենալ, այո, իրանք ունեն ընտանիքներ, շատ լավ ընտանիքներ, ու իրանք լավ հայր են ու լավ տեր հայր են։ Բայց ձեր նմանները, որոնք խեղաթյուրում են այս հասկացությունները, ու գալիս են մեզ էլ ուզում են համոզեն, թե դա նորմալ է։ Նորմալ չի, ախպեր։ Կոտրամաբանության մածունը սև է, ու մենք պետք է ընդունենք, չկա տենց բան։ Չկա, ու իզուր չդնեք, մեզ չհամոզեք հակառակը։ Չի անցնելու։ Անենց էլ մի դրել ես դուք պատկերացնում եք, ինչ մարդը իրավունք չունի, այո, մարդը իրավունք ունի, մարդը։ Բայց մենք դες սուրբ ենք դիմում, օծյալներ, Աստծո կողմից ընտրյալներ։ Տարբերություն ճոգում ես ախպեր։ Այ քեզ հոգնած։ Ինչպես եւ կին ու ամուսին երթում են տալիս, որ պետք է հավատարիմ լինեն ու որ հանգարց դավաճանում են իրար, բաժանվում են։ Դուք դավաճանել եք մեր եկեղեցին, այնպես որ պետք է աշոտյան լինեք։ Այդքան բան։